Սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննա Հաղվերձյաններ YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ իհարկե ալիքի ջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով։ Արդեն իսկ վաղուց տեղադրված են դեկտեմբեր ամսվա կանխատեսումները, եթե չեք դիտել, անպայման դիտեք այդ գերհետաքրքիր վիդեոն։ Եվ իհարկե երեք շատ հետաքրքիր ուղիղ եթեր տեղի ունեցավ, որտեղ ես վերլուծել եմ The Economist ամսագրի շապիկի վրա, այսպես ծածկագրված կանխատեսումները 2026 թվականին, գիտեք, որ դրանք համաշխարհային կառավարության կողմից այսպես տպագրվող կանխատեսումներն են, որոնք բավականին ճշգրիտ են եւ գրեթե ամեն տարի ես անդրադառնում եմ այդ կանխատեսումներին եւ փորձը ցույց է տալիս, ապագան ցույց է տալիս, որ դրանք գերճշգրիտ են, այսինքն տարվա ընթացքում բավականաչափ իրականություն են դառնում, եթե չեք դիտել, նաև դիտեք այդ գերհետաքրքիր վիդեոն։ Եվ նաև ամեն շաբաթ ես ավանդաբար ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը, լուսնի փոխհարաբերությունները այլ մորակների հետ եւ կանխատեսումները կենդանակերպերի համար, այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքից եւ դիտեք վիդեոները մինչեւ վերջ, որպեսզի պատկերացում ունենաք այն մասին, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում։ Սիրելի բարեկամներ, իհարկե մենք տեսնում ենք, որ այս տիրադավ, սատանայապաշտ եւ թրքահապատակ իշխանությունները հետ չեն կանգնում եւ այսպես գիշեր թե ցերեկ ամեն օր աշխատում են հայ առաքելական Սուրբ եկեղեցին կազմաքանդելու եւ ընդհանրապես վերացնելու ուղղությամբ։ Սա այդ սատանայական, սատանայապաշտ իշխանության մեծագույն նպատակն է եւ այսպես առաքելությունը ոչնչացնել աշխարհի ամենահին եւ բնականաբար մեր Տեր Հիսուս Քրիստոսին ամենամոտիկ կանգնած հայ առաքելական Սուրբ եկեղեցին, այսինքն դրա վերացումը, մեր եկեղեցու վերացումը այս իշխանության մեծագույն նպատակն է եւ առաքելությունը։ Սա արդեն պարզ է, որևիցե, այսպես ասած, կասկած անգամ լինել չի կարող, Արշակ Սրբազանի այդ անիրավ կալանավորումը, դավադիր, անիրավ, որովհետև այլ գործի շրջանակներում հրավիրել են քննչական կոմիտե, հենց այնտեղ էլ դեռ չմտած դռնից ներս նրանք կալանավորում են, դե որպեսի պարզ է, որ դիմադրություն չլինի, որպեսի հասարակությունը չալեկոծվի, չբորբոքվի, հենց այդ նպատակով էլ նրան այդպես կալանավորեցին եւ սա վերջին կաթիլն է, սիրելիներս, այս կարմիր գիծը հատելուց հետո թող նրանք իմանան, որ այլևս այսպես որևիցե ուշացում չի լինի եւ Աստծո պատիժը նրանց անպայման արագ վրա կհասնի։ Եթե նրանք կարծում են, որ այդ ամենը այսպես խաղալիք է եւ ճտերի պես կարելի է ոչ միայն քաղաքացիական անձանց, այլ նաեւ հոգեվորականներին բռնել եւ փակել, դա իհարկե չարաչար սխալվում են։ Եվ արդեն իհարկե ես շատ այս վերջին իրադարձությունների հետ կապված այդ Գյումրվա 7 վերք եկեղեցում այդ կեղծ սատանայական պատարագի անցկացումով իհարկե սա նույնպես վերջին կարմիր գծի հատումն է եւ հետագայում նրանք արդեն ճանապարհ են բացում մայրաթոռում նմանատիպ Սուրբ Էջմիածնի այդ գլխավոր տաճարում այդ սատանայական
այսպես պատարակ կատարելու համար։ Իհարկե շատ ափսոս, որ բղծվեցին բազմաթիվ մեր եկեղեցաշնության գոհարներ, ինչպիսին է Սուրբ Սարգիսը, 7 վերք եկեղեցին Գյումրվա, Հովանավանքը եւ այլն, եւ այսինքն դրանց բղծությամբ իհարկե սատանան մոտենում է իր գլխավոր նպատակին, այսինքն ոչնչացնել քրիստոնեությունը Հայաստանում, ոչնչացնել սկզբից հայրաքելական եկեղեցին վերացնել Հայաստանում, իսկ այնուհետև արմատախիլ անել քրիստոնեությունը առհասարակ, որը որ նրա մեծագույն երազանքն է եւ նպատակ այդ սատանայի, գիտեք, որ այս աշխարհի տիրակալը պարզապես չի կարող իշխանության գալ, քանի դեռ կան հնագույն քրիստոնեական այդպիսի կենտրոններ, ինչպիսին է Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը, այսինքն այդ արևելյան ուղղափառության ուղղությունը, որը ամենամոտն է կանգնած Քրիստոսին, այսինքն Քրիստոսի դավանաբանությանը։ Եվ սա է պատճառը, որ ցանկանում են, ես չգիտեմ, սիրելիներս, ես կարծում եմ, որ դրախտը այն վայրը չէ, որից պետք է լսվեն լաց ու կոց, ատամների կրճտոց, չգիտեմ, եւ այլն, այսինքն այդ աղաղակները, այդ տառապալից, ես այդ գոռոցն եմ լսում անընդհատ այդ տառապալից, այդ մեր սրբերի, բոլոր սրբերը գոռում են, սիրելի բարեկամ, ես 2009 թվականից լսում եմ այդ գոռոցը, հասկանում եք, այդ ճիչը, այդ լացը, այդ եւ բարձրապես իսկապես այլևս դիմանալու որևիցե բան չկա, այսինքն մեր սրբերը այն հատվածը դրախտի, որտեղ գտնվում են բոլոր հայոց սրբերը, բոլոր ժամանակներում սրբացված մեր ժողովրդի հովանավորները, թե լինի Վարդան Մամիկոնյանը, լինի Գրիգոր Լուսավորիչը, լինի այլ, այսինքն այն անձինք, ովքեր իրենց սրբակենցաղ վարքով արժանացել են եկեղեցու կողմից սրբադասմանը, մեր սուրբ թագավորները, սուրբ սպարապետները, սուրբ զորավարները, չգիտեմ, եւ այլն, Գրիգոր Նարեկացի, Շնորհալին եւ մյուսներ, այսինքն բոլոր նրանք, ովքեր գտնվում են դրախտում այժմ, լինելով սրբադասված եւ արդեն բարձրացել են, արդեն այլևս նրանք այդ մարդկային էությունը հաղթահարել են, բայց այնուամենայնիվ այդ գոռոցը, այդ լացը, այդ ատամների կրճտոցը, որը բնորոշ է դժոխքի, ես լսում եմ հենց այդ դրախտի հատվածից, եւ գիտեք 2009 թվականից է այդ սարսափելի այդ աղմուկ, այդ ձայն ականջների մեջ եւ որը որ հիմա փաստացի ես հասկանում եմ պատճառը, ես հասկանում եմ, որ նրանք այլևս էլ չեն կարողանում դիմանալ, որովհետեւ ճիշտ դավանանքից հայ ժողովուրդը հեռանում է, հայ ժողովուրդը գնում է դեպի կործանում եւ վերջին, այսպես հանգրվան այդ կործանման դա հենց հայ առաքելական եկեղեցու պղծումն է, վերջնական պղծումն է եւ ոչնչացումը եւ դա է պատճառը, որ նրանք աղաղակում են, նրանք կանչում են, նրանք լացում են, դե նրանք անզոր են, որովհետեւ երկրային այս հարթության մեջ ժողովուրդը այն ուժն է, այսինքն հայ մարդային ուժն է, որը կարող է դիմակայել սատանայի այդ անիրավ գործողություններից, քանի որ ժողովուրդը հիմնականում այսպես անտարբեր է, ժողովուրդը հիմնականում դե կոտրված է, իհարկե թուրքը դարեր շարունակ աշխատել է հայ ժողովրդի վրա, թուղթուգրեր է արել, մեր տարածքներում հատուկ այդ թուղթուգրերը փորել է հատուկ հողի մեջ, որպեսզի մեր ժողովուրդը, մեր ազգը կոտրվի դիմակայություն, տվ գիտեն հայոց ոգու ուժը, հայոց ոգու զորությունը, հայտնի է իրենց այդ թուրքերին, նրանք լավ են ուսումնասիրել մեր ազգային հոգեկրթվածքը եւ այդ իսկ պատճառով, սիրելի բարեկամները, հասա ամենասարսափելի իհարկե պահն է, որը որ մեր պատմության մեջ երևի թե սև տառերով է գրվելու այս ամենը հայ առաքելական սուրբ եկեղեցու ոչնչացումը, պղծումը
այդպիսի բան ես պատմության մեջ չեմ հիշում, որ տաճարի դռները կողպվեն, տաճարի դռները ինչ որ կնիքվեն եւ մեկ օրով հանձնվի այդ սրբապղծության համար, սա իհարկե անընդունելի է, բայց ինչ կարող են անել այդ հոգևորականները, իհարկե բրավո բոլոր գյումրեցիներին եւ բոլոր քահանաներին, բոլոր եկեղեցական նվիրալներին, որոնք դիմադրեցին, որոնք չհամաձայնվեցին այդ սատանայական պիղծ պատարագը մատուցել եւ զեղչել ամենայն հայոց հայրապետի եւ Միքայել Սրբազանի անունները չհամաձայնվեցին եւ այդ շրջիկ կրկեսը սատանադավանների, տիրադավների հավաքվեց եւ այնտեղ իր, այսպես ասած, երազանքի պատարագը մատուցեցին, իհարկե դա շատ ահավոր եւ անընդունելի է բոլոր մեր սրբերի համար, որոնք գոռում են, գոչում են, լացում են եւ չեն կարողանում ելքը գտնել, քանի որ իհարկե հայ առաքելական եկեղեցու անկումով, պառակտումով եւ վերացմամբ արդեն բնականաբար կվերանա նաեւ ընդհանրապես հայ որպես ազգ, որպես ոգի, դա շատ սարսափելի եւ ծանր իրողություն է, որը մեր օրերում կյանքի է կոչում տիրադավ, սատանայապաշտ եւ թրքահապատակ այս իշխանությունները եւ ճանապարհ են հարթում կամաց այս գյումրվա դեպքերից հետո դեպի մայր տաճար ասպատակությունը ավարտելու ուղղությամբ։ Եթե դա էլ տեղի ունենա, արդեն մենք ամբողջությամբ կզրկվենք վերին ուժերի հովանավորությունից, վերին ուժերի, այսինքն նրանք պարզապես չեն կարողանա այլևս օգնել, պահպանել եւ ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը եւ դա արդեն հերթական իհարկե ցեղասպանության դռները կբացի։ Կներեք սիրելի բարեկամներ, որ այսքան էմոցիոնալ եմ արձագանքում, բայց հասկացեք, որ ես այդ ամենը տեսնում եմ, ես այդ ամենը լսում եմ եւ շատ ցավալի է իմ համար, շատ ցավալի է, որ մենք ապրում ենք այս ողբերգական, այս մեր պատմության երևի ամենաողբերգական ժամանակահատվածը։ Իհարկե հենց 15 թվականի ցեղասպանությունը կանխվեց, այսինքն ամբողջությամբ թուրք այսպես մարդասպան Արնախում այդ թուրք ազգը չհասավ իր նպատակին եւ չոչնչացրեց հայ ազգը ամբողջությամբ, հենց այդ սրբերի մեր ոգեղենության շնորհիվ, այսինքն հայ մայրերը նախ եւ առաջ փրկում էին մեր գրքերը։ Հասկանում եք, սա իհարկե ամենաահավոր իրադարձությունն է, որ հիմա եթե դա տեղի ունենա, իհարկե այդ գրքերը վերածվելու են պարզապես։ Կներեք սիրելի բարեկամներ, ես չեմ կարողանում ուղղակի իմ հուզմունքը զսպել, կներեք։ Իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ գալիք շաբաթվա, այսինքն դեկտեմբերի 8-ից 14 ընկած ժամանակահատվածի աստղացույց լուսնացույցը, լուսնի փոխհարաբերությունները այլ մորակների հետ եւ նաեւ վերջում կներկայացնեմ նաեւ թե ինչ է սպասվում կենդանակերպերին գալիք շաբաթվա ընթացքում։ Սիրելիներս, հիշեցնեմ, որ լուսինը ողջ գալիք շաբաթվա ընթացքում շարունակելու է մարել եւ բնականաբար դուք կարող եք կատարել մարող լուսնի համար նախատեսված բոլոր արարողությունները եւ հմայախոսությունները, որոնց դուք կարող եք ծանոթանալ իմ երկրորդ YouTube-յան ալիքում Աստրոմագիա եւ Թալիսմաններ YouTube-յան ալիքում, որի հղումը կլինի այս վիդեո վերջում, այնպես որ դիտեք վիդեոն մինչեւ վերջ։ Եվ դեկտեմբերի 8-ին բավականին օրը բարեխառն է,
4:43 րոպեին, այսինքն գիշերը, դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը 4:43 րոպեին լուսինը գեղեցիկ վեցանկյուն կառաջացնի նախ Ուրան մորակի հետ, որը գիտեք, որ գտնվում է արդեն նոյեմբերի 8-ից արդեն գտնվում է կրկին ցուլ կենդանակերպում, 28 աստիճան ցուլ կենդանակերպում գտնվում է Ուրանը եւ 28 աստիճան խեցգետնում գտնվում է լուսինը։ Իհարկե այս գիշերվա երազները կարող են լինել մարգարեական, այնպես որ անպայման հիշեք։ Դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը 5:43 րոպեին լուսինը նաև եռանկյունի կառաջացնի Նեպտուն մորակի հետ եւ որը նույնպես կարող է ձեր աչքերը բացել հոգեվոր եւ դուք կարող եք տեսնել ապագան, այնպես որ ուշադիր եղեք, հատկապես առավոտվա կողմայդ երազների հանդեպ 29 աստիճան ձկներում գտնվում է Նեպտունը եւ 29 աստիճան խեցգետնում գտնվում է լուսինը, իսկ 6:47 րոպեին լուսինը դեկտեմբերի 8-ին Երևանի ժամանակով 6:47 րոպեին լուսինը մուտք կգործի արդեն առյուծ կենդանակերպ։ Իհարկե առավոտը բավականին լարված է անցնելու, որովհետեւ արդեն 10:17 րոպեին լուսինը դիմակայության մեջ է ավերի եւ ռազմի մորակ Պլուտոնի հետ։ 2 աստիճան ջրհոսում գտնվում է Պլուտոնը եւ 2 աստիճան առյուծում գտնվելու է լուսինը, իհարկե լուսինը մունդան աստղաբանության մեջ խորհրդանշում է ժողովուրդը, իսկ Պլուտոնը դրանք այն անդեմ ուժերն են, համաշխարհային կառավարության այդ ուժերն են, որոնք որոշումներ են կայացնում անկախ պետության ղեկավարներից, անկախ ամեն ինչից եւ առաջ են տանում իրենց գլոբալիստական ծրագրերը։ Իհարկե այդ ամենի մասին ավելի մանրամասն խոսել եմ շաբաթ օրը տեղի ունեցած ուղիղ եթերի ժամանակ, երբ որ ներկայացրել եմ The Economist ամսագրի այդ նոյեմբերի 12-ի շաբաթի վերլուծությունը, որը ըստ էության ներկայացնում է թե ինչ է սպասվում 2026 թվականին մարդկությանը։ Եթե չեք դիտել, անպայման դիտեք այդ գերհետաքրքիր եթերը, կես ժամանոց երկար չէ, բայց շատ հետաքրքիր, նաև ինձ հետաքրում է նաև ձեր կարծիքը, ինչ եք մտածում այդ բոլոր խորհրդանշական, այսպես ապագայի պատկերների վերաբերյալ։ 23:55 րոպեին Երևանի ժամանակով արդեն, այսինքն երեկոն դեկտեմբերի 8-ը ավելի ներդաշնակ է անցնելու, որովհետև արդեն 23:55 րոպեին լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի սիրով գեղեցկության մորակ Վեներայի հետ 10 աստիճան աղեղնավորում գտնվում է Վեներան եւ 10 աստիճան առյուծում գտնվելու է լուսինը։ Ամենաներդաշնակ օրը այս շաբաթ դա դեկտեմբերի 9-ն է ըստ էության, որովհետեւ լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Արեգակի հետ արդեն 12:55 րոպեին Երևանի ժամանակով տեղի կունենա Կադաշի օր, որը բարենպաստ է միջազգային հարաբերությունների կարգավորման կանանց եւ տղամարդկանց միջև փոխհարաբերությունները լավացման ու առհասարակ ցանկացած հարցեր դրական ավարտին հասցնելու համար 17 աստիճան աղեղնավորում գտնվելու է Արեգակը եւ 17 աստիճան առյուծում գտնվում է լուսինը։ Լարված է անցնելու նաև դեկտեմբերի 10-ը։ Վաղ առավոտյան դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը 4:05 րոպեին լուսինը եռանկյունի կառաջացնի ակտիվության նախաձեռնության, ֆիզիկական ակտիվության մորակ Մարսի հետ։ Նախաձեռնության մորակ Մարսը գտնվում է 26 աստիճան աղեղնավորում եւ լուսինը նույնպես 26 աստիճան առյուծում։ Ու սա բարենպաստ է ֆիզիկական ակտիվության համար, այնպես որ վաղ առավոտյան կարող եք մարզվել, եթե եղանակը իհարկե թույլ տա։ Իսկ 7:26 րոպեին լուսինը լարված քառակուսի կառաջացնի Մերկուրիի հետ, որը զբաղեցնում է 27 աստիճան կարիճ եւ 27 աստիճան առյուծում գտնվում է նաեւ լուսինը։ Ու սա բարդացնելու է միջանձնային փոխհարաբերությունները, փոխըմբռնման հասնելու հնարավորություններ եւ ամեն տեսակ խոչընդոտներ են լինելու ճանապարհին վաղ առավոտյան ամսի 10-ին դեկտեմբերի, այնպես որ զգուշ եղեք նաեւ ճանապարհների նամանավանդ, որ արդեն 8:56 րոպեին Երևանի ժամանակով դեկտեմբերի 10-ին լուսինը լարված քառակուսի առաջացնում անսպասելի փոփոխությունների հեղափոխական մորակ Ուրանի հետ 28 աստիճան ցուլ կենդանակերպում գտնվում է Ուրանը, որը արդեն նոյեմբերի սկզբից կրկին վերադարձել է ցուլ եւ 28 աստիճան առյուծում գտնվում է լուսին։ Իհարկե սա շատ լարված փոխհարաբերություն է քառակուսին Ուրանի հետ, որը զանազան վտանգներ, խոչընդոտներ ճանապարհներին է
ստանում է կապի խափանումներ, չգիտեմ, ամեն տեսակ տեխնիկական անսարքություններ են հնարավոր, հեռահաղորդակցության հետ կապված խնդիրներ են հնարավոր, այնպես որ դեկտեմբերի 10-ին վաղ առավոտյան զգուշ եղեք ճանապարհներին, սիրելի բարեկամներ, եւ դժվարեցված կլինի այդ հեռահաղորդակցությունը, որն է նաեւ նույնպես Մերկուրիի պես հեռահաղորդակցության ղեկավարն է, իսկ 11-ից 20 րոպեին դեկտեմբերի 10-ին լուսինը մուտք կգործի կույս կենդանակերպ, նույնպես լարված է լինելու, անցնելու նաև դեկտեմբերի 11-ը 11:46 րոպեին, սիրելի բարեկամներ, լուսինը լարված քառակուսի կառաջացնի Վեներա հեծրոգեղեցկության մոլորակով, Վեներան գտնվում է 13 աստիճան աղեղնավորում եւ 13 աստիճան կույս նշանում գտնվում է լուսին, սա վատ օր է կանանց հետ հատկապես հարաբերությունները կարգավորելու կամ ինչ-որ կանանց հետ նոր հարաբերություններ ստեղծելու համար, որտեվ եւ Վեներան եւ լուսին հենց կանանց խորհրդանիշն է, եւ վերջապես դեկտեմբերի 12-ը հզոր հայելային օր է, տարվա ամենահզոր հայելային օրն է եւ այդ օրվա համար թե ինչպիսի իր արողակարգերը պետք անել, ես առանձին կանդրադառնամ իմ Facebook-յան էջում, եթե բաժանորդագրված չեք, անպայման բաժանորդագրվեք նաև Facebook-յան էջից։ Այստեղ նախ եւ առաջ վաղ առավոտյան գիշերը դեկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը Երևանի ժամանակով 0:51 րոպե լուսինը լարված քառակուսի կառաջացնի Արեգակի հետ եւ կլռանա վերջին քառակուսին, հա, լուսինը մարող է գալիք շաբաթվա ընթացքում, 20 աստիճան աղեղնավորում գտնվում է արևը, 20 աստիճան կույս նշանում գտնվում է լուսինը, այնուհետև իհարկե 7:44 րոպեին լուսինը դեկտեմբերի 12-ին գեղեցիկ վեցանկյուն կառաջացնի Յուպիտեր մոլորակի հետ, որը գտնվում է 23 աստիճան Խեցգետնում, դու սա իհարկե բարենպաստ է, բայց արդեն 10:59 րոպե դեկտեմբերի 12-ին լուսինը դիմակայության մեջ կմտնի մեծ չարիք Սատուրն մոլորակի հետ, սառացնող, նեղացնող, նեղություն բերող այդ մոլորակը գտնվում է կրկին վերադարձել է ձկներ, գտնվում է 25 աստիճան ձկներում եւ 25 աստիճան կույս նշանում գտնվում է լուսինը, իհարկե սա ամենաանբարենպաստ դիմակայությունը, որը կարելի է պատկերացնել առհասարակ, գիտեք, որ բարդանում են միջազգային փոխհարաբերությունները, ավելի տրամադրություն չեն ունենում մարդիկ, լարվածություն, նեղվածություն եւ այլ խոչընդոտներ ճանապարհներին, եթե ճանապարհ եք գնում, 15:55 րոպեին նաեւ լուսինը լարված քառակուսի կառաջացնի Մարս մոլորակի հետ, ռազմի մոլորակ, փոքր դժբախտության մոլորակ, Մարսը գտնվում է 27 աստիճան աղեղնավորում եւ 27 աստիճան կույս նշանում գտնվում է, այսինքն ըստ էության դեկտեմբերի 12-ին ժամը 11-ից մինչև ժամը 16-ը Երևանի ժամանակով լուսինը գտնվելու է այսպես կոչված կոչվում է, այսպես ասած, պաշարում, հա, պաշարում, այսինքն իբրև միջնադարյան տերմին են, բերդը երբ որ պաշարվում է, այսինքն շրջապատում է թշնամիների կողմից, դա կոչվում է պաշարում, եւ լուսինը ըստ ավանդական աստղաբանության մեջ գտնվում է պաշարման մեջ, որովհետեւ դրական սպասելիք չկա այդ ժամերի ընթացքում, կարևոր գործեր մի նախաձեռնեք, բայց իհարկե արդեն 17:20 րոպեին լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Ուրանի հետ 28 աստիճան կույս նշանում գտնվում է լուսին եւ 28 աստիճան ցուլ նշանում գտնվում է Ուրան, իհարկե ամենաբարենպաստն է դա ապագան կանխատեսելն է այդ ժամանակ, այնպես որ համեցեք խորհրդատվության գործում է նամանորյա զեղչ չէ, սիրելի բարեկամներ, 50%-ի չափով եւ 18:50 րոպեին լուսինը դիմակայ Նեպտուն մոլորակին, որը կրկին վերադարձել է, գիտեք, որ ձկներ 29 աստիճան ձկներում սատկածկան աստիճան գտնվում է Նեպտուն եւ լուսինը 29 աստիճան կույս նշանում, սա ամենաանբարենպաստ դիմակայություններից մեկն է, որը տարբեր տեսակ մանիպուլյացիաներ կարող է բերել, խապկանք, կեղծիքներ, չեն պետք է շատ զգուշ լինել երեկոյան դեկտեմբերի 12-ին եւ չստուգված տեղեկատվությունը այսպես հալած յուղի պես չընդունել։
Եվ 20-ից 5 րոպեին սիրելիներս Լուսինը մուտք կգործի կշեռ կենթանակերպ, իսկ ժամը 22-ին Լուսինը գեղեցիկ վեցանկյուն կառաջացնի կապի եւ հեռահաղորդակցության մորակ Մերկուրին, որը արդեն դեկտեմբերի 12-ին 2:39 րոպե մուտք է գործել աղեղնավոր 1 աստիճան աղեղնավորում գտնվում է Մերկուրին եւ 1 աստիճան կշեռքում գտնվելու է Լուսինը։ Մերկուրին կմնա աղեղնավոր կենթանակերպում մինչեւ 26 թվականի հունվարի 2-ը սիրելի բարեկամներ եւ նույնպես բարեխառն է շաբաթվա ավարտը դեկտեմբերի 13-ին 0:20 րոպեին Լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Պլուտոնի հետ 2 աստիճան ջրհոսում Պլուտոնը 2 աստիճան կշեռքում Լուսինը, բայց ցանկացած անգամ բարենպաստ մորակային փոխհարաբերություն բարձրագույն մորակների հետ դուք գիտեք սիրելի բարեկամներ, որ բարդ է եւ շատ ծանր է անդրադառնում եւ դեկտեմբերի 14-ին իհարկե օր ընդհանուր առմամբ բարեխառն է 4:58 րոպեին Լուսինը վեցանկյուն կառաջացնի Վեներա հետ սիրով գեղեցկության մուրակ Վեներան գտնում է 16 աստիճան աղեղնավորում 16 աստիճան կշեռքում Լուսին իհարկե այսօրը մինչև երեկո բարենպաստ է ինչ որ ընկերական հանդիպումների խրախճանքների հարաբերություններ ստեղծելու համար կամ ավելի շատ այդ հարաբերությունները ամրապնդելու համար ընտանեկան հարաբերություններ ամրապնդելու համար դիվանագիտական հարաբերությունների համար նույնպես լավ է եւ ինչու որտեվ 17-ից 20 րոպեին Լուսինը վեցանկյուն կառաջացնի Արեգակի 22 աստիճան աղեղնավորում գտնվում է Արեգակը եւ 22 աստիճան կշեռքում գտնվում է Լուսինը բայց արդեն 18:33 րոպեին Լուսինը լարված քառակուսի կառաջացնի մեծ երջանկության մորակ Յուպիտերի հետ որը գտնում է 23 աստիճան կշեռքում խեցգետնում եւ 23 աստիճան կշեռքում գտնում է Լուսին իհարկե սա նախազգուշացում է բոլոր անց ովքեր սիրում են Կիրակի երեկոն անցկացնել մոլերում կամ ինչ որ ճոխ գնումներ կատարել սուպերմարկետներից ավելի շատ գումար կծախսեք քան նախատեսել եք սիրելի բարեկամներ այնպես որ թե չեք ուզում ամբողջությամբ դատարկվեն ձեր բանկային քարտերը եւ դրամապանակները այդ օրը հենց այդ ժամերին դեկտեմբերի 14-ի երեկոյան առևտրի մի գնացեք նու համենებს խոշոր առևտրի մասին է խոսքը ահա այսքանը սիրելի բարեկամներ այն մասին թե ինչ է մեզ սպասվում գալիք շաբաթվա ընթացքում դեկտեմբերի 8-ից 14 ընկած ժամանակահատվածում իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ թե ինչ է սպասվում կենթանակերպերին գալիք շաբաթվա ընթացքում այսինքն դեկտեմբերի 8-ից 14 ընկած ժամանակահատվածում խոյերի համար բարեխառն է գալիք շաբաթը սիրելի խոյեր դեկտեմբերի 8-ից 10 ընկած ժամանակահատվածը շատ բարենպաստ է ձեզ համար լավ է երեխաների համար, այսինքն լավ լուրեր ձեր բալիկներից, լավ է հանգստի համար, հաճույքների համար, բարենպաստ է նաև բիզնեսի համար։ Դեկտեմբերի 10-ից 12-ը զբաղվելու եք սիրելի խոյեր ձեր ընթացիկ աշխատանքային հարցերով, առողջության հետ կապված հարցերով եւ նաև տան հետ կապված ինչ որ վերանորոգում մանր այդ հարցերը կարգավորելով դեկտեմբերի 12-ից 14-ը սիրելի խոյր զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, որովհետեւ հետագայում դժվար կլինի վերականգնել նրանց հետ հարաբերությունները, թե փչացնեք։ Սիրելի ցուլիկներ, ձեզ համար եւս բարեխառն է գալիք շաբաթը դեկտեմբերի 8-ից 10-ը լուծելու եք ընտանիքի տան, հայրենիքի, ծնողների, ձեր տան, այսինքն այն տան, որտեղ ապրում եք եւ որը ժառանգվել է ծնողների կողմից հայրական գծով այդ բոլոր հարցերով զբաղվելու եք հնարավոր է արք ու վաճառք հնարավոր փաստաթղթեր ձևակերպեք կամ ինչ որ որոշում կայացնեք մնալ հայրենիքում թե լքել հայրենիքը դեկտեմբերի 10-ից 12-ը բարենպաստ է երեխաների համար լավ լուրեր ձեր երեխաներից նրանք ձեզ անպայման կուրախացնեն հաճույքների հանգստի համար է լավ նաև լավ բիզնեսի համար եւ դեկտեմբերի 12-ից 14-ը լուծելու եք ընթացիկ հարցեր տան հետ կապված խնդիրներ աշխատանքային հարցեր եւ առողջության հետ կապված խնդիրներ։ Բարենպաստ է նաև երկվորյակների համար գալիք շաբաթը դեկտեմբերի 8-ից 10-ը կարճ ճանապարհ է գնալու սիրելի երկվորյակներ, որի ընթացքում հնարավոր է ինչ-որ կարևոր հանդիպում կամ լավ լուր եք ստանալու, լավ լուրեր քույրերից եւ եղբայրներից։ Դեկտեմբերի 10-ից 12-ը տան, ընտանիքի հետ կապված հարցեր եք կարգավորել, հնարավոր է անշարժ գույքի արք ու վաճառք կամ փաստաթղթեր եք ձևակերպելու դեկտեմբերի 12-ից 14-ը
կուրախացնեն ձեզ ձեր երեխաները, բալիկները, շատ բարենպաստ է հանգստի, հաճույքների եւ լավը նաեւ բիզնեսի համար այդ օրերը։ Սիրելի խեցգետիններ, ձեզ համար բարենպաստ է ընդհանուր առմամբ գալիք շաբաթը դեկտեմբերի 8-ից 10-ը, բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փող եք ստանալու, իսկ դեկտեմբերի 10-ից 12-ը կարճանապար է գնալու, որի ընթացքում կարևոր հանդիպում կլինի գործնական կամ անձնական բնույթի, լավ լուրեր քույրերից եւ եղբայրներից, դեկտեմբերի 12-ից 14-ը կրկին զբաղվելու եք ձեր տան, ընտանիքի ընթացիկ հարցերով, նաեւ ծնողների հարցերով, հնարավոր է տան արք ու վաճառք կամ փաստաթղթերի ձևակերպման ավարտ, արդեն քանի որ լուսինը մարող է, պետք է ավարտել ձեր ավելի վաղ սկսած գործերը, սիրելի բարեկամներ։ Առուստիկների համար շատ բարենպաստ է գալիք շաբաթը դեկտեմբերի 8-ից 10-ը, սիրելի առույցներ, զբաղվեք ձեր արտաքին հմայքով, տեսքով եւ գեղեցկությամբ, լուծեք անձնական կամ գործնական բնույթի հարցեր, հաջողությունը ձեր կողմն է դեկտեմբերի 10-ից 12-ը, բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փող եք ստանալու, 12-ից 14-ը կարճ ճանապարհ է գնալու, սիրելի առույցներ, որի ընթացքում հետաքրքիր հանդիպում է կամ լավ լուր է հավանական։ Սիրելի կույսակներ, բարեխառն է լինելու ձեզ համար գալիք շաբաթը դեկտեմբերի 8-ից 10-ը, զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից, դեկտեմբերի 10-ից 12-ը զբաղվելու եք ձեր արտաքին հմայքով, տեսքով եւ գեղեցկությամբ եւ անձնական եւ գործնական հարցեր եք լուծելու, որովհետեւ հաջողությունը ձեր կողմն է լինելու, սիրելի կույսեր, իսկ դեկտեմբերի 12-ից 14-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փող եք ստանալու, սիրելի կույսեր։ Սիրելի կշերքներ, ձեզ համար նույնպես բարեխառն է գալիք շաբաթը, կշերքների համար դեկտեմբերի 8-ից 10-ը ինչ որ շատ կարևոր երկար սպասված երազանք է իրագործվելու, կուրախացնեն ձեզ սիրելի կշերքներ, նաև ձեր չափահաս երեխաները կամ հնարավոր ինչ-որ հետաքրքիր հանդիպում։ Բարենպաստ է նաև on-line բիզնեսի համար, սիրելի կշերքներ, դեկտեմբերի 10-ից 12-ը զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից, իսկ դեկտեմբերի 12-ից 14-ը սիրելի կշերքներ զբաղվեք ձեր արտաքին հմայքով, տեսքով եւ գեղեցկությամբ, գործնական եւ անձնական խնդիրներ լուծեք, հաջողությունը ձեր կողմն է, սիրելի կարիճակներ, նույնպես բարեխառն է ձեզ համար գալիք շաբաթը դեկտեմբերի 8-ից 10, ինչ որ շատ կարևոր գործնական խնդիր է լուծվելու, թե փաստաթղթերի, թե պետական դռան հետ կապված, որ վաղուց սպասում եք, չէ՞ ստացվում, ահա դեկտեմբերի 8-ից 10-ը դա ստացվելու անպայման կստանաք նաև շատ կարևոր գործնական կամ անձնական բնույթի առաջարկություն։ Դեկտեմբերի 10-ից 12-ը կկատարվի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, սիրելի կարիճակներ, բայց դեկտեմբերի 12-ից 14-ը զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից։ Հիշենք, որ սև լուսինը առայժմ գտնվում է կարիճ կենդանակերպում։ Աղեղնավորներ, ձեզ համար բարենպաստ ընդհանուր առմամբ գալիք շաբաթը դեկտեմբերի 8-ից 10-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր։ Դեկտեմբերի 10-ից 12-ը շատ կարևոր գործնական հարց է լուծվելու ձեզ համար, սիրելի աղեղնավորներ, պետական դռան հետ կապված, փաստաթղթերի հետ կապված կամ գործնական կամ անձնական բնույթի շատ հետաքրքիր առաջարկություն կստանաք։ Դեկտեմբերի 12-ից 14-ը կարևոր երազանք է իրագործվելու, իրականանալու ձեզ համար, կուրախացնեն ձեզ նաև ձեր չափահաս երեխաները, բարենպաստ է on-line բիզնեսի համար, սիրելի այդ եղջյուրներ, ձեզ համար բարեխառն է լինելու գալիք շաբաթը դեկտեմբերի 8-ից 10-ը զգուշացեք ճանապարհներին, զգուշացեք անսպասելի զարգացումներից, մեծ վարկեր կամ պարտքեր մի վերցրեք, 10-ից 12-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր, հնարավոր է նաև ճամփորդություն, դեկտեմբերի 12-ից 14-ը ինչ որ շատ կարևոր գործնական խնդիր է ձեզ համար լուծվելու, պետական դռան հետ կապված, փաստաթղթերի հետ կապված կամ կարևոր գործնական կամ անձնական բնույթի առաջարկություն կստանաք, սիրելի այդ եղջյուրներ։ Ջրհոսակներ, սիրելի ջրհոսներ, ձեզ համար փոքր բարդ է լինելու գալիք շաբաթը դեկտեմբերի 8-ից 10-ը զգուշացեք ձեր գործընկերների եւ զուգընկերների հետ բախումներից, որտեղ հետագայում դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Դեկտեմբերի 10-ից 12-ը զգուշ եղեք ճանապարհներին, անսպասելի հնարավոր զարգացումներ, ինչ որ վերահսկող մարմիններ, ստուգումներ կարող են լինել կամ անսպասելի գումար պետք կա, բայց մեծ վարկեր կամ պարտքեր մի վերցրեք այդ օրերին։ Դեկտեմբերի 12-ից
14-ը լավլուր արտասահմանից նվեր կամ ճամփորդություն։ Բարդ է լինելու նաև ձկնիկների համար գալիք շաբաթը դեկտեմբերի 8-ից 10 ընթացիկ աշխատանքային հարցերով զբաղվելու կամ առողջության հետ կապված հարցերով սիրելի ձկնակներ։ Դեկտեմբերի 10-ից 12-ը զգուշացեք ձեր զուգընկերների կամ գործընկերների հետ բախումներից, հետո դժվար կլինի վերականգնել այդ հարաբերությունները։ Եվ 12-ից 14 դեկտեմբերի զգուշացեք անսպասելի զարգացումներից, հնարավոր ինչ-որ ստուգող մարմիններ ձեզ անհանգստացնեն կամ շտապ գումար պետք է մեծ պատկեր կամ վարկեր մի վերցրեք սիրելի ձկնակներ։ Եվ առհասարակ ձկների մոտ հիմա մի փոքր բարձ շրջան է, որովհետև գիտեք, որ եւ Սատուրն է չարաբաստիկ եւ Նեպտունը անորոշության, մանիպուլյացիաների, խաբեության օրակը կրկին գտնվում են ձկներում եւ այդ իսկ պատճառով բարդացնում են նրանց կյանքը, բայց դա շատ կարճ է տևելու, այնպես որ մյուս տարվա սկզբից արդեն կազատագրվեք այդ ծանր մոլորակների բռնապետությունից, այսպես ասած։ Այսքան է սիրելի բարեկամներ այն մասին, թե ինչ է մեզ սպասվում գալիք շաբաթվա ընթացքում դեկտեմբերի 8-ից 14-ը ընկած ժամանակահատվածում, անպայման բաժանորդագրվեք Աստղային խորհրդատու Աննա Հախվերդյանների YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում եւ գրեք մեկնաբանություններում, թե ինչպես են իրագործվում իմ կանխատեսումները, անձամբ ձեզ համար կհանդիպենք ստեսություն։